Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Ուրարտում արձադաշտում այսօր տեղի ունենում ԱՖԼ-ի Winter Cup-ի 5-րդ տուրի Մոնակո Արաքս հանդիպումը։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, ֆուտբոլիստները խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, հաղթական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ վաստակելու իրենց հերթական միավորները։ Մոնակո Արաքս խաղը մեկնարկում է։ Այս պահին բարեկամներ անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Մոնակոից համար 1 Մեսրոպ Բլդոյան, համար 2 Դանիել Վիզի, համար 7 Վահե Սարգսյան, համար 8 Արտուր Հակոբյան, համար 10 Աղվան Գրիգորյան, համար 11 Գևորգ Մկրտչյան, համար 12 Պերեդե, համար 14 Սուրեն Մոսյան, հարված շեղեր, համար 15 Դավիթ Սարգսյան, համար 20 Բանգուրա, համար 22 Նելսոն Հարությունյան և համար 77 Գյորգի Թորոսյան։ Արաքս համար 1 Սևակ Մուրադյան, համար 5 Բաբկեն Սահակյան, համար 6 Հովանես Իսկանդարյան, համար 9 Սարգիս Սարգսյան, համար 11 Հովանես Բարսեղյան, համար 20 Հենզել Վարդանյան, համար 21 Վահե Մարտիրոսյան, համար 26 Մկրտիչ Թեմուրյան, համար 72 Արտյոմ Վարդանյան, հաջորդը Արմեն Մելքոնյան և Արսեն Մելքոնյան։ Գնդակով Արաքսի ֆուտբոլիստներն են։ Փոխանցում կենտրոնով շարժում են առաջ Արաքսի ֆուտբոլիստները։ Հարված հրաշալի խաղաց Մոնակոն դարպասապահը և ձախ եզրով Մոնակոն կձեռնարկի իր հերթական գրոհը։ Մոսյան հարված բարձր են թանում հարվածը։ Այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի ախմբում։ Արաքսը 5-րդ տեղում է, Մոնակոն 7 միավորով 7-րդ տեղում է։ Եվ այսօր հայո կանեն ամեն ինչ, որպեսզի տանեն իրենց հերթական հաղթանակը։ Արաքսն է գնդակով, հարված շեղեր։ Փոխանցում դեպի Աչիազար և եզրային մեկը իրավունք են վաստակում Արաքսի ֆուտբոլիստները։ Խլում են գնդակը և վայրկյաններ անց գնդակի կորուստ։ Մոնակոյի ֆուտբոլիստները եզրից կնետեն գնդակը։ Փոխանցում Տանգավոր դրություն կարող է ստացվել, հարված և հաշիվը բացված է բարեկամներ։ Հաշիվը բացված է Մոնակոյի կազմում, գոլի հեղինակ է դառնում Արտուր Հակոբյանը, համար 8։
Վտանգավոր դրությունը։ Արաքսը եզրից կնետի գնդակը։ Եվ հերթական եզրային նետումը։ Հեռացված է գնդակը, Սյան։ Համար պայքար է գնդակի համար բարեկամներ։ Կրկին Մոնակոն է գնդակով։ Փոխանցում առաջ։ Ստանում է գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստը։ Չեն շտապում առաջ արվելու։ Խապս է տալիս։ Հարված։ Պակում են հարվածի ճանապարհը։ Արաքսն է գնդակով։ Հրաշալի են պաշտպանվում Մոնակոյի ֆուտբոլիստները։ Եվ Արաքսը դժվարությամբ է մտնում մրցակցի տուգանային հրապարակ։ Տեսնենք ինչ զարգացում կստանա Արաքսի այս գրոհը։ Մոնակոն խլում է եւ արագորեն ձեռնարկում։ Հերթական հակագրոհը աչեզրով փոխանցում առաջ։ Եվ հաստակում են անկյունային հարվածի իրավունք։ Փոխանցում։ Չասա փոխանցումը Ասիատիրոջը եւ Արաքսի արագ հակագրոհը տեսնենք։ Տուգանային հարված իրավունք են վաստակել Արաքսի ֆուտբոլիստները։ Հարված։ Վտանգավոր դրություն է, հրաշքոչ է այդտեղից գնդակը։ Մոնակոյի դարպասում։ Բայց կարծես թե վնասվածք է ստացել Սև ջան, այդ մատ գցես ընդ է։ Արաքսի ֆուտբոլիստը։ Կարծես Մոնակոյի դարպասապահն է ստացել վնասվածք։ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը։ Խաղի կանոնների խախտում։ Արաքսն է գնդակով երկար փոխանցում առաջ։ Անհաջող փոխանցում էր։ Խաղ են ցուցադրում այսօր Մոնակոյի ֆուտբոլիստները։ Հասնում է գնդակին։
Կրկին Մոնակոն է գնդակով փոխանցում առաջ, տեսնենք, խապս է տալիս և վնասվածք է ստանում, հարված է ստանում ոտքին, բայց չենք լսում մրցավարի սուլիչը, կարծես թե չկա խախտում, հարված բարձր էր։ Չեզոքաստում է սպառնելիքը առաքսի ֆուտբոլիստերը, պետք է հեռացնել։ Փոխանցում առաջ։ Եվ հերթական անհաջող փոխանցումը։ Մի փոքր ընկավ խաղի տեմպը գոլից հետո Մոնակոն է գնդակով փոխանցում դեպի անկերոջը, բայց Արաքսի ֆուտբոլիստը տիրում է գնդակին և կփորձեն ձեռնարկել հերթական հակագրոհը։ Բայց փակ են Մոնակոյի տուգանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները։ Մոնակոյի արագ հակագրոհը կենտրոնով շարժում է առաջ, բայց վաստակում է եզրային նետման իրավունք։ Ետ փոխանցում չեն շտապում, այո, քանի որ հաղթում են։ Խաղի 12-րդ րոպեն է, Մոնակոն հաղթում է նվազագույն հաշվով։ Փոխանցում առաջ։ Հարված։ Բավականին բարձր ստացվեց հարվածը։ Մոնակոյի ֆուտբոլիստները իրենց տեղում են, խլում են գնդակը և փորձեն հիմա զարգացնել հերթական գրոհը։ Միջին տարածության փոխանցումներով շարժում են առաջ։ Հրաշալի փոխանցում էր։ Փոխանցում հարվածը անհաջող ստացվեց։ Եզրային նետման իրավունք են վաստակում Մոնակոյի ֆուտբոլիստները։ Խանցում հեռացնում են Արաքսի ֆուտբոլիստները և վարկյաններ անցկին կորուստ։ Սլանում է առաջ, տեղափոխում է կենտրոն, փոխանցում ձախ եզր, հարված և աշիվը կրկնապատկվում է, բարեկամներ, Մոնակոյին հաջողվում է երկրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։
Նելսոն Հարությունյանը կրկնապատկում է հաշիվը։ Երկու զրո Սուրեն Մոսյանի փոխանցումից հետո Նելսոն Հարությունյանը կրկնապատկում է հաշիվը և Արաքսը հայտնվում է բավականին դժվար իրավիճակում, Մոսյան կրկին Մոնակոն է գնդակով, ճիշտ է հաղթում են Մոնակոյի ֆուտբոլիստները, բայց չեն դադարում գրոհել, փորձում են էլ ավելի զարգացնել հաջողությունը։ Հրաշալի խաղ են ցույց տալիս այսօր Մոնակոյի ֆուտբոլիստները։ Հեռացված է և եզրային նետում։ Արաքսն է գնդակով, այս կրկին գնդակի կորուստ։ Հենց գնդակը հետում է Արաքսի մոտ Մոնակոն պրեսինգ մարտավարության շնորհիվ կարողանում է շատ արագ խլել գնդակը։ Մոսյան փոխանցում և անկյունային։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հարված, չստացվեց հարվածը և Արաքսի արագ հակագրոհը այդ եզրով տեսնենք ինչ զարգացում կստանա, փոխանցում առաջ, բայց Մոնակոյի պաշտպանը իր բարձունքների վրա է և կրկին Մոնակոն է գրոհում, փայլուն փոխանցում ստացվեց, կենտրոնով Արաքսն է գրոհում, վտանգավոր կարող է ստացվել, չեզոքացնում է սպառնալիքը Մոնակոյի ֆուտբոլիստները, փոխանցում արված, դարպասապա իր տեղում է և շատ հանգիստ վերցեց գնդակը, չի շտապում փոխանցում կատարել։ Պետք է դուրս գալ Տուգանային հրապարակի մատուցներից, խաբս է տալիս և թողնում գնդակը։ Արաքսն է նետում գնդակը եզրից, Մոնակոյի գրոհը հերթական գրոհը, բայց փոխանցումը ուժեղ էր։ Ստանում է գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստը, տեսնենք ինչպես կավարտվի այս գրոհը, բայց դարպասապահը տիրում է գնդակին։
Կրկին Մոնակոն է գնդակով։ Հրաշալի է խաղում։ Բայց վերջնական հարվածը չստացվեց։ Խաղի 20-րդ րոպեն է ընթանում, Մոնակոն հաղթում է 2-0 հաշվով, Մոսյան չկարողացավ պահել իր մոտ գնդակը։ Արաքսն է գնդակով, փոխանցում Աչիազար։ Հրաշալի գրող կարող է ստացվել։ Մոնակոյի հերթական գրոհը փոխանցում Ձախիազար։ Վտանգավոր դրություն է։ Արաքսն է գնդակով, Ձախիազարով շարժում են առաջ, տեղափոխվում է կենտրոն և կրկին գնդակի կորուստ։ Ուժեղ է փոխանցումը։ Մոնակոն եզրից կնետի գնդակը փոխանցում։ Շրջանցում է մրցակցին և ստիպում խախտել խաղի կանոնները։ Ձախիազարով Մոնակոն շարժում է առաջ, տեղափոխում են կենտրոն։ Արաքսի ֆուտբոլիստները եզրից կնետեն գնդակը խաղի մեջ։ Կարողանան արդյոք Արաքսի ֆուտբոլիստները գոնե առաջին կեսում կրճատել հաշվի տարբերությունը։ Այդպես իհարկե ավելի հեշտ կլինի երկրորդ կեսում հավասարեցնել հաշիվը։ Քիչ ժամանակ է մնում առաջին կեսի ավարտին։ Երկու 0 Մոնակոն հաղթում է։ Արաքսը վաստակել է տուգանային հարված իրավունք։ Փոխանցում չստացվեց, փոխանցումը տիրում են գնդակին Մոնակոյի խաղացողները, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։ Խլում է գնդակը Սուրեն Մոսյանը, բայց չկարողացան պահել իրենց մոտ գնդակը։ Հարված Արաքսի դարպասից։ Հասնում է գնդակին Արաքսի ֆուտբոլիստը։ Չկարողացան եզրափակել։ Այս գրոհը և Մոնակոն է գնդակով։ Մոսյան
Խոցում դեպի Ձախիազար։ Մնում է գնդակը Մոնակոյի մոտ և անհաջող փոխանցում։ Հասնում է գնդակին Արաքսի ֆուտբոլիստը, բայց չի կարողանում պահել իր մոտ։ Արաքսը վաստակել է տուկանային հարված իրավունք։ Հարվածում է դարպասին և հարվածը շեղեր։ Խոցում առաջ անհաջող փոխանցում էր։ Վտանգավոր գրող է, հարված, ևս մեկ հարված։ Ինչպիսի գրող էր հրաշքով գնդակը չհայտնվեց Մոնակոյի դարպասում։ Այ քեզ հնարավորություն։ Ինչպիսի շանս բաց թողեցին իրենց ձեռքից Արաքսի ֆուտբոլիստները։ Եվ առաջին խաղակեսը ավարտվում է, բարեկամներ։ Մոնակոն հաղթում է 2-0 հաշվով։ Այս պայն կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում AFL Winter Cup-ի 5-րդ տուրի Մոնակո Արաքս հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Մոնակոն հաղթում է 2-0 հաշվով։ Քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ առաջին կեսը, Մոնակոն իհարկե առաջին րոպեներից տիրեց տարածքային և խաղային առավելությանը և կարողացավ բազմաթիվ գրողներից ընդամենը 2-ը ավարտել դարպասի գրավմամբ։ Տեսնենք ինչ զարգացում կստանա երկրորդ խաղակեսը։ Արաքսն է գնդակով։ Չնայած, որ առաջին խաղակեսի վերջին րոպեին Արաքսը հրաշալի հնարավորություն ունեցավ հաշվի տարբերությունը կրճատելու, բայց գնդակը հրաշքով չհայտնվեց Մոնակոյի դարպասում։ Երկրորդ խաղակեսն է մեկնարկել։ Մոնակոն է կրկին գնդակով։ Կենտրոնով շարժում է առաջ։ Վտանգավոր դրություն է։ Հանգիստ դարպասապահ վերցրեց գնդակը և Արաքսի հերթական գրողը տեսնենք ինչպիսի ընթացք ունենա։ Խաբս է տալիս։ Հասնում է գնդակին, բայց չկարողացավ իր մոտ պահել գնդակը։ Երկար փոխանցում առաջ։ Ուժեղ էր փոխանցումը, բայց խաղընկերը հասնում է գնդակին։ Փոխանցում։ Հրաշալի խաղ են ցույց տալիս այսօր Մոնակոյի ֆուտբոլիստները։ Մոսյան հարվածում է դարպասին, հարվածը բարձր է ընթանում և հիմա Արաքսի դարպասապահ գնդակը կմսնի խաղի մեջ։
Արաքսն է գնդակով, փոխանցում դեպի Դուգանային հրապարակ, հարված, հրաշալի խաղաց Մոնակոյի պաշտպանը, կրկին Արաքսն է գնդակով, հարվածում է դարպասին, բայց հարվածը շեղեր, գեղեցիկ փոխանցում էր, Նելսոն Հարությունյան հարված, բարձր է ընթանում հարվածը, Գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, խապս է տալիս, փոխանցում, հեռացնում են գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստները և վարկյաններ անց գնդակի կորուստ, ստանում է գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստը և կորցնում գնդակը, հիմա Արաքսն է գրոհում, համար պայքար գնդակի համար, հակում են հարվածի ճանապարհը, Հիմա Արաքսի գրոհը, բայց խլում են գնդակը Մոնակոյի խաղացողները, կենտրոնում Մոնակոն, շարժվի առաջ, Մոսյանը խլում է գնդակը հրաշալի փոխանցում էր, բայց փոխանցումը չհասավ Հասցեատիրոջը, փոխանցումը պետք է կատարել և ստիպում է մրցակցին խախտել խաղի կանոնները, Մոսյան խաղի կանոնների խախտում, ակնհայտ էր խախտումը, փոխանցում, ևս մեկ փոխանցում, գոլ, գոլ բարեկամներ, հաշիվը դառնում է 3-0, Երեք, զրո, Մոնակոյի կազմում, երորդ գնդակը խփում է,
22 համարի մարզաշապիկով 30-12 համարի մարզաշապիկով պերեդ են փոխանցումը կատարեց Նելսոն Հարությունյանը պերեդ է Հարությունյան Պերեդ են խլում է գնդակը խանցումը պետ կատարել և հարված Արաքսի դարպասից Հարված Մոսյանն էր հարվածում դարպասին հարվածը շեղ ստացվեց Երեդը հրաշալի խաղում և կանոնների խաղթում Մոսյանն է հիմա գնդակով հրաշալի փոխանցում է փոխանցում Անկյունային իրավունք են վաստակում Մոնակոյի ֆուտբոլիստները Սուրեն Մոսյան Կորսած գնդակը Մոսյանը և վարկյաններ անց գնդակը կրկին հայտնվում է Մոնակոյի մոտ Երեդ է Ետ փոխանցում դեպի դարպասապահը Սխալվում է Մոնակոյի դարպասապահը և Արաքսը ստանում է անկյունային հարվածի իրավունք Գրով շարունակվում է և խաղի կանոնների խախտում Հրաշալի են պաշտպանվում այսօր Մոնակոյի ֆուտբոլիստները, ինչպես նաև հրաշալի կերպով հարձակվում են դա է արդյունքը, որ հաղթում են 3-0 հաշվով Մոսյան Կրկին Մոսյան Չհասկացան միմյանց ֆուտբոլիստները և խախտում են կանոնները Պերեդ է և պայքարում Բավականին վտանգավոր դիրքում Մոնակոն ստանում է Տուգանային հարվածի իրավունք Հարված Մոսյանն էր հարվածում դարպասին Անկյունային է իրացված է Հեռու տարածությունից հարվածում է դարպասին Բավականին հուշկու հարված ստացվեց և դարպասապահը մատների ծայրերով գնդակը դուրս է հանում անկյունային Փոխանցում Հարված Բարձր են թանում հարվածը Մոնակն է գնդակով
Տեղափոխվում է կենտրոն, փոխանցումն անհաջող էր։ Վտանգավոր դրություն կարող էր ստացվել, բայց Պերեդեն է, հիմա գնդակով հրաշալի են խաղում, փոխանցում, հարված դրա չի ավարտվել Ակինային արված, փոխանցում հեռացված է գնդակը Հրաշալի խաղում հարված շեղեր Մոնակն է գնդակով կրկին Եվ Արաքսի գրոհը փոխանցում առաջ ուժեղ էր փոխանցումը և խաղիկերը չհասավ Փոխանցմանը Չէ շտապում Մոնակոյի ֆուտբոլիստները տրամաբանական է, քանի որ հաղթում են 3-0 հաշվով Խլում են գնդակը Մոնակոյի խաղացողները Կենտրոնով շարժում են առաջ, փոխանցում Ձախիազար Պերեդե Հարված դարպասին Հարվածը բարձր է ընթանում Երկար փոխանցում առաջ Հրաշալի են համագործակցում խաղադաշտում Մոնակոյի ֆուտբոլիստները Ետ փոխանցում դեպի դարպասապահը Կարողանան Արաքսի ֆուտբոլիստները գոնե Հեղինակության գնդակ խփել վտանգավոր դրություն է Անկյունային իրավունք են վաստակում Արաքսի ֆուտբոլիստները Խանցում դեպի տուգանային հրապարակ Փորձեց շրջանցել մրցակցին, բայց կորցնում է գնդակը հիմա Մոնակոյի արագ հակագրոհը Մոսյան Խապս է տալիս
Վնասվածք է ստացել Արաքսի ֆուտբոլիստը։ Boş. Şut dur şut. Հրաշալի գրող է և անկյունային հարված։ Անկյունային իրացված է։ Հեռացնում են գնդակը Արաքսի ֆուտբոլիստները և փորձում ձեռնարկել արագ հակագրող, սակայն կորցնում է գնդակը Արաքսի ֆուտբոլիստը։ Kaynak Akbel. Kaynak su. Վնասվածք ստացավ Արաքսի ֆուտբոլիստը։ Akbel'e skala zamin ane sana. Ha. Կարող են շարունակել հանդիպումը։ Խլում են գնդակը Մոնակոյի խաղացողները, բայց վարկյաններ անց գնդակի կորուստ և հիմա Արաքսը կձեռնարկի արագ հակագրող։ Հեռացնում են գնդակը Մոնակոյի խաղացողները։ Փոխանցում դեպի Աչիազար հրաշալի փոխանցում էր։ Խառը իրավիճակ է։ Եվ անհաջող փոխանցում։ Շարժում է առաջ Սուրեն Մոսյանը։ Եվ հարված Արաքսի դարպասից։ Այո, ամեն ինչ անում են Արաքսի ֆուտբոլիստները ներդնում են իրենց բոլոր ուժերը, որպեսզի գրավեն մրցակցի դարպասը, բայց Մոնակոն կարողանում է դեռևս կազմաքանդել մրցակցի գրողները։ Անհաջող փոխանցում էր։ Շատ լավ են, այո, պաշտպանվում Մոնակոյի խաղացողները։ Վնասվածք է ստացել
Քիչ ժամանակ է մնում բարեկամներ, խաղի ավարտին Մոնակոն հաղթում է 3-0 հաշվով։ Հիշեցնեմ, սա ԱՖԵԼ-ի Winter Cup-ի 5-րդ տուրի հանդիպում է։ Առասնել է պետ գնդակը։ Տեղին քարտը ստանում Մոնակոյի դարպասապահը։ Վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք են վաստակել Արաքսի ֆուտբոլիստները հարված։ Հասնում է գնդակին Մոնակոյի ֆուտբոլիստը։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել, հարված։ Եվս մեկ հարված, ինչպիսի դիրքից է վրիպում Նելսոն Հարությունյանը։ Փոխանցում։ Իրում է գնդակին դարպասապահը և այն ուժեղ հարվածով ուղարկում առաջ։ Ծլում է Արաքսի ֆուտբոլիստը, շարժում է առաջ։ Կարելի է շարունակել։ Խապս է տալիս, հարված։ Չեսոքաստում է սպառնալիքը Մոնակոյի ֆուտբոլիստները։ Հարությունյան։ Ուժեղ էր փոխանցումը, բայց հասնում է գնդակին։ Արաքսն է գնդակով և հանդիպումը ավարտվում է բարեկամներ, հանդիպումը ավարտվում է Մոնակոն 3-0 հաշվով հաղթում է Արաքսին, հրաշալի խաղ ցույց տվեցին այսօր Մոնակոյի ֆուտբոլիստները, շնորհավորում եմ հրաշալի հաղթանակի կապակցությամբ և այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից, այն ձեզ համար մեկնաբանել Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։